Այսքան ստեղից այլ հենա, ես երկատներն էլ հենա։ Volkswagen-ը, չէ՞։ Բայց ինչ որ Volkswagen-երից է։ Հա, Jetta։ Հա։ Լավ այնտեղ չի եղել, պատկերացնում ես, ստե քանի անգամ ավտոներ են ընկել։ Հա։ Մարմինը ներքևն են էլի հայտնաբերել մահացածը։ Տես ասում ես, որ ռեմեն կապածելներ, նախ ենք ասում ռեմենը օգնում ամրագոտին, ռեմենը կապածելներ, երկու հատկասն չէ ակնհայտ է, որ ամրագոտին կապածելներ դուր չէր ավտոյցն նոյեմբերի 3-ն է, Կոտայքի մարզում, Աշտարակ Եղվարդ ավտոճանապարհին դեպի Աշտարակ ընթանալիս Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեռևս անայդ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն եւ մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտամիջյան այս հատվածում։ Վթարի հետևանքով ուղևորը ըստ նախնական տեղեկությունների ուղևորը տեղում մահացել է, նրա մարմինը օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Հրշեջ փրկարարներն ու Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գլխավորությամբ հայտնաբերել են նշված ավտոմեքենայից մի քանի մոտ մի 3 մետր հեռավորության վրա այս անդունդում տեսնում եք այստեղ են քաղաքացիները փրկարարներն ու պարեկները հայտնաբերել մահացածի մարմինը եւ մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են այս բան արդեն տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Նայրի քննչական բաժնի երկու հատկապես կարևոր գործերով ավակ քննիչները, վթարի փաստով Նայրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացածի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի հիվանդանոցի շտաբօգնության բժիշկների հերթապահ բժիշկները տեղում վարորդին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Նայրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայրի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Հերթական անգամ, ճիշտ է, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, տեսնում եք նաև բախման հետևանքով գազաբալոնն է պոկվել, հերթական անգամ
ապացուցվեց այն, որ ամրագոտին կյանքեր է փրկում։ Հիմա եթե ուղևորը ամրակապված լիներ, հաստատ ավտոմեքենայից ինքը դուրս չէր ընկնի եւ չէր հայտնվի այս անդունդում եւ հնարավոր է նաեւ նրա կյանքը փրկվեր, թեթև վնասվածքներ կստանար։ Ակնհայտ է, որ ամրակապված չի եղել։ Տեղում քննիչների հետ աշխատում է նաեւ քննչական կոմիտեի փորձաքրագետը, այս պահին արդեն գումարտակի հրամանատարի հանձնարարականով դեպքի վայր է ժամանում քարշակը եւ ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվելու է ոստիկանության նայերի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տեսնում եք, ահա, սա էլ դռան, ուղևորի կողքի դռանը բանն է, կոտրված հարվածի արդյունքում կտրված դուռն է, երկաթե արգելապատնեշներն ա վերևում տեսնում եք, նորից շատերը կարող են մեղադրեն ասեն էլի ամրագոտու մասին է Շամշյանը խոսում, այո, այս դեպքը գալիս է ապացուցելու, որ եթե ուղևորը ամրակապված լիներ, ապա հաստատ վթարը ողբերգական ելքով չէր լինի։ Այնտեղ որ բաց են, Նա դլը ճշտիտ ես կարող է տվեց։
դուրն է Երկոտնա Բախման տեղերն է սա Քնիչ ասագաստ է հեռախոս կա Ես երևի իրանցը չեք կլնի Հեսա Հեսա տենում ես պրաժեկտերս Հենա Այ կցավը տանեմ դու էլ հին ես Հենա Դե ամեն դեպքում Հա դե Հենա հեռախոս է ոտի տակ Այդ է Կոտրված բան Սրան դժվար զանգ Չել մի զանգի Հա ուրիշին ես դու զանգի ուրեմն Կաղայլի հեռախոս կա ժողորդ նայենք Հետեր ասիկան չենք հարազատները զանգի Մի հատ նայենք էլի Սաղ կայլան նայել Սովանքը վազելը շատի բարձացի Չէ սպասի դաժը կնայինք Մի հատ նամսակի նայենք էլի չէ Հո սաղ պախնում է Ինչ օրոգո Ես աշտարակից եկել է դեպի Եղվարդ ու հենց ստեղ դուրս եկե հանդիպակաց Սաղ հետքերն է Երկոտնա
Haydi gün hafta. Եսի չէ դա։ Անց մխրշվել է հողերի մեջ։ Հա, այսան այս սա, հա, բա եսի։ Հետևը։ Ոսկի պետք է կբնենք քաշենք իսյան, հա։ Իրանի պատիճի։ Նարդի 3 հոգի։ Էս քաշելու այդ որ բրթենք ախպեր, գիտա։ Շավայ։ Խեչոյան։ Եկեք էլի մի քանի հոգի, տղեկ։ Իվարկան հետ ախպեր։ Ախերս մի հատ էլ արի, մի քիչ էլ դալտա։ Այլ սախր բայց։ Զգուշ հետ չէ տասմի ամիտ ախպեր։ Էդ եզից արեք եսան ախպեր, վտանգավոր է։ Հետ
Եվ կապը